Վերադառնալով հարցի ելակետային ձևակերպմանը, համարվում է արդյոք Հայաստանը ավտորիտար երկիր, պետք է ասենք, որ այդ համարելը, ինչը որ ենթադրում եմ նաև այստեղ քաղաքագիտություն ուսումնասիրած մարդիկ, միշտ իմացել են, որ այդ համարողները, այսպես ասած, եվրոպական համայնքն է, արևմտյան համայնքն է, էլի, որովհետև օրինակ կան աշխարհում շատ հզոր պետություններ, Չինաստան, Հնդկաստան, այլ երկրներ, օրինակ Բրազիլիա, որոնք իրենց, այսպես ասած, առաքելությունը չեն դարձրել, հա, ուրիշներին չափել, այ դուք ժողովրդավար եք, դուք ավտորիտար եք, դուք բռնապետական եք եւ այլն։ Եվ այդ ակունքը հասկանանք, էլի, համարելու որտեղից է գալիս, որ հասկանանք հիմա արդյոք այդ հարցադրումը համարելու ակտուալ է, թե ակտուալ չի։ Առանցքը դրեցին պետությունը երկրորդ աշխարհամարտի ժամանակ պատերազմեցին, շատ հոգնեցին, հասկացան, որ այդ պատերազմը ծնող պատճառը գլխավորապես ավտորիտար ռեժիմն է եղել, այսինքն այն ժամանակ, երբ որ մի պետության ներսում կարող են խարխլվել ամբողջ ժողովրդավարական հիմունքները, կարող է սերմանվել ատելություն, կարող է սերմանվել վախ, պատերազմի հանդեպ այդ ինչ-որ նացիստական ձգտումներ եւ այլն, այս ամեն ինչը թունավորում է ամբողջ միջավայրը եւ հանգեցնում է պատերազմների եւ պետքա այլևս հոգնած լինելով պատերազմելով ստեղծել մի աշխարհակարգ, որտեղ պետքա համարենք, որ պետությունները, լավ պետությունները, այսպես ասած, ժողովրդավար պետությունները պետք է ունենան 3 հիմնական մետրիկա, որպեսզի չհամարվեն ավտորիտար կամ ավելի բան բռնապետական եւ այլն։ Առաջինը դա իհարկե շեշտը դրվեց շատ գլխավորապես մարդու իրավունքների հարգումը եւ այդ ամբողջ կառուցակարգերը, որտեղ պետությունը պետքա սահմանափակված լինի մարդուն միջամտել իր հիմնական իրավունքները իրականացնելիս, այսինքն մարդն է ազատ, մարդն է հիմնական իրավունքի կրողը եւ պետությունը չպետք է մտնի մարդու իրավունքների եւ ազատությունների շրջակայք, այս ելակետը։ Երկրորդ կարևոր ելակետը ժողովրդավարության, որպեսզի իշխանությունների միջև լինի բալանսավորում, հակակշռում, հանկարծ չլինի իշխանության մեջ այնպիսի մի կոնսոլիդացիա, այնպիսի մի ուժ, որը կարողանա փաստացի ուզուրպացնել մնացած իշխանությունները եւ պետքա իրենց լիազորություններով լինեն այնպես, որ կարողանան մեկ մյուսին բալանսի բերել։ Եվ երրորդը իհարկե էլեկտորալ պրոցեսն է, որպեսզի մարդիկ ազատ կամահայտնությամբ կարողանան ձևավորել այդ իշխանությունը։ Հիմա գանք այս վերջից ամենաակնհայտից էլեկտորալ պրոցեդուրաներից, ես մի ժամանակ չեմ ասի, որ ՔՊԱ-կան պատգամավորի, մոտապես մի 3 տարի առաջ էր, այսպիսի մի հարց տվեցի, ասեցի, կարող եք ինձ երևույթային իմաստով ասել մի վատ երևույթ, որը արել է նախկին իշխանությունները Հայաստանում եւ չի արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դա մասնավոր զրույց էր։ Ինձ ասեց մենք ընտրություն չենք կեղծել։ Այո, եւ դա իրանց, ես գիտեմ, էլի շատ նաեւ թեժ շրջանառվում է իրենց ներքին շրջանակներում, երբ որ փորձում են ներքուստ ինչ-որ մի ապօրինություն արդարացնել ինչ-որ մի բանով, այդ սրտահովանքը կա, ասում են, մոտավոր այդ իրավապաշտպանական sense քվազի հանրույթ կա, ասում դե մենք ընտրություն չենք կեղծել։ Բայց այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ էդ էլ արեցին, այսինքն, չգիտեմ, ինչպես նաև պարոն Աբովյանը նշեց այսօր, քանի որ հիշում ենք Արմեն Գրիգորյանին, ասում մենք մարդ չեք սպանել, սպանել եք։ Okay, բանով չեն, բայց այլ կերպով։ Եվ ընտրություններին վերադառնալով, կարծում ավելորդ է ասել, որ այն ինչը որ տեղի ունեցավ, սենց բացահայտ կեղծիքը տեղի ունեցավ մարդկանց աչքի առջև, երբ որ կային օրինակ մոտ 60,000 ձայներ եւ աճ պարարությամբ այդ ձայները վերացան։ Պարզվեց, որ
դա ինչ որ ուրիշ տեսակ մարդիկ էին, որոնց ձայնը այդքան էլ կարևոր չէր, էլի, այդ անասնաֆերմայի մոտիվներով, որ չէ, ամեն դեպքում, երբ որ այդ մարդկանց ձայնը որոշենք հաշվել, մի հատ սահմանադրական դատարանը մոնումենտալ դիրքորոշում, մենք այդպիսով կխոչընդոտենք այն մնացած 1.4 միլիոն մարդկանց, որ գնացել քվեարկել ենք, ոնց հա տուժում 1.400.000 մարդու կամ արտահայտությունը, երբ որ դու ոչնչացնում ես 60,000 մարդու փաստացի ձայն քվեն։ Սա ընտրությունների մասով կարծում եմ ամեն ինչ ակնհայտ է, որպեսզի նաև ժամանակ լինի փոխանցելու ու մնացած կետերին անդրադառնալու։ Երկրորդը վերցնենք իշխանությունների բալանսավորումը, ինչքանով ենք մենք հիմա բալանսավորված եւ իրապես հակակշռման ենթակա միջավայրում ապրում։ Ամենացայտուն օրինակը դե սենց ասեմ, ի սկզբանե, երբ որ մեր սահմանադրությունը փոփոխվում էր, թե հետո արդեն ուրիշ քննարկման առարկա էր, լավ էր թե վատ էր, այս խորհրդարանական մոդելը եւ այս խորհրդարանական մեծամասնությունը երաշխավորող մոդելը արդեն իսկ այդ հարցը կանխակալ կանխորոշում էր, որ մեծ հաշվով էլ գործադիր ու օրենսդիր տարբերակվածություն չի լինելու, հենց ձևավորվեց այդ խորհրդարանական մեծամասնությունը, ինքը արդեն իսկ կանխորոշելու է գործադիրի վարվեցողությունը եւ այստեղ հակակշռումը չկա։ Եվ այո, այն ժամանակ, երբ որ ասում ենք, բայց չէ՞ որ սա ինչ որ կարող է ռիսկեր պարունակի, ասում էին հանգիստ եղեք, մենք հեսա տեսեք ինչ անկախ դատական համակարգ ենք կառուցում եւ դատական համակարգը ունակ կլինի զսպել գործադիրի եւ խորհրդարանի, այսինքն միջնորդավորված ձևով, թե սահմանադրական արդարադատության, թե նորմատիվ ակտերը վիճարկելու եղանակով, ունակ կլինի զսպել, եթե հանկարծ ինչ որ ապօրինություններ կսկսեն անել այս գործադիրն ու օրենսդիրը, իրանց հնարավոր կլինի զսպել։ Բայց մենք տեսնում ենք ամենայն սատանայական մոտեցումը, որ արեց այս իշխանությունները, իրենք նաև գնացին ընդհուպ մինչև բարձրագույն դատական խորհուրդ, փոփոխեցին այն համամասնությունը, թե ինչպիսի ձայների հարաբերակցությամբ են ԲԴԽ-ն օրինակ որոշումներ ընդունում, ամենաբիրտ եւ ապօրինի ձևով սահմանադրությունը խախտելով փոխեցին սահմանադրական դատարանի կազմը, որ ունենային այնպիսի որոշումներ, ինչպիսին որ կային, ու տեսնում ենք անընդհատ այս ԲԴԽ-ի կարգապահականներով, երբ որ լավագույն դատավորներին կամ հորդորներով, կամ այսպես կոմպրոմատների ինչ-որ բաներ ճնշումներով, կամ ԲԴԽ-ի ճնշումներով ըստ էության մեկուսացրեցին եւ սարքեցին դատական համակարգը ենթակա խամաճիկ համակարգ։ Այսինքն երկրորդ կոմպոնենտը եւս մենք տեսնում ենք, որ այլևս չեմ վախենա ասել, փլված է բովանդակային իմաստով։ Եվ երրորդ ամենակարևոր կոմպոնենտը, որին ամեն օր ենք առերեսվում, ինչպես օրինակ նախորդ օրերին մայրիկիս այդ դեպքը, որ այդքան հայտնի դարձավ, դա մարդու իրավունքի պաշտպանությունն է։ Արդյոք մարդը հիմա Հայաստանում պաշտպանված է թե չէ, իր խոսքը պաշտպանված է թե չէ, աշխատանքը պաշտպանված է թե չէ, ազատ տեղաշարժը, կարծիք արտահայտելը, քաղաքական պրոցեսներին մասնակցելը պաշտպանված է թե չէ, այստեղ չեմ ուզում այլևս օրինակները ամեն մեկս մեր գլխում կարող ենք 100-ից ավել բերել, տեսնում ենք, որ իհարկե պաշտպանված չեն։ Ու այս ամեն ինչի համախմբում այս իրադրությունը ինձ ակամա հիշեցնում է, էլի այս ֆրազան ես չէ որ առաջի անգամ ասում եմ, բայց Հայաստանի ադրբեջանացում տերմինը։ Երբ որ չեմ հիշում, այս վերջերս ում էր, կարծեմ դուծի հարցազրույցներից մեկն էր, երբ որ ադրբեջանցի այդ պրո Ալիևյան կլանից ինչ որ մեկին հարցում են, ասում են Ադրբեջանը ժողովրդավար է թե չէ, ասում է Ադրբեջանում կան ժողովրդավարական ինստիտուտներ, այսինքն այդ բուտաֆորյաները կան, մի հատ կա մարդու իրավունքների պաշտպան, մի հատ կա, չգիտեմ, խորհրդարան, հա, կան այդ ժողովրդավարական մարմիններ, որ կոչված են, բայց իրանք իրապես բովանդակային իմաստով արդյոք իրանք գործառույթները անում են, որպեսզի Հայաստանում լինի ժողովրդավար միջավայր, կարծում եմ, որ ոչ։ Եվ հետևաբար վերադառնալով այն բանին, որ ժամանակին արևմտյան աշխարհը այդ ամեն ինչը սահմանել էր, որպեսի լավ միջավայրում ապրենք, այսօր մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով արևմուտքը դադարել է համարել ով է ժողովրդավար, ով չէ։ Հիմա տեսնեք, օրինակ նայեք, Վրաստանում այդքան փոփոխություններ տեղի ունեցան, հիմա
չեն ասում ժողովրդավարը թե չի, ասում է մեր հետ է, թե մեր հետ չի։ Ժողովրդավարություն դրել են մի կողմ, նույնը Ուկրաինայի բարականը, Ուկրաինայի ժողովրդավարական մետրիկան, հիմա եթե ուշադիր նայեք, եվրոպական քաղաքակրթական որևէ կոնտեքստում չի դրվում, չեն ասում մենք ուզում ենք պաշտպանենք Ուկրաինային, որովհետև Ուկրաինայում ժողովրդավարություն, ասում ենք որտեղ ինքը մեր կողմից է խաղում։ Հետևաբար այդ համարելը մի կողմ թողելով եւ ելակետ ընդունելով այն սկզբունքները, որ դրված է եղել ժողովրդավարության հիմքում, կարծում եմ, որ մենք այո, այլևս ավտորիտար պետություն ենք։